Ողջույն ու բարի գալուստ ամեկ պլյուս դիտում եք կանայք եւ քաղաքականություն շարքի հերթական թողարկումը ես Ռուբեն Բանությունյանն եմ տաղավարում այսօր հյուրընկալել եմ Արդարադատության նախարար քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության տեխնացու Սրփուի Գալյանին Տիկին Գալյան շնորհակալ եմ այս հնարավորության համար եւ մեր տաղավար գալու համար քանի որ մեր խորագիրը կանանց կինը եւ քաղաքականությունն է ինձ հենց առաջին հերթին հետաքրքիր է առհասարակ ձեր փորձը քաղաքականության եւ քաղաքական գործընթացներում ներգրավելու, որովհետեւ ավանդաբար Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում, թերևս նաեւ հետխորհրդային շատ երկրներում կանանց ներգրավվածությունը այնքան չի խրախուսվել, ինչքան որ հիմա է, այսպես որ տեսնում ենք։ Ինչ կասեք ձեր փորձի մասին, նախ եւ առաջ կուզեմ իմանալ իհարկե բացասական փորձի մասին, թե ինչա տեղի ունենում, երբ որ կանայք մուտք են գործում քաղաքականություն եւ դեռ ավելի նաեւ զբաղեցնում են բարձր պաշտոններ։ Շնորհակալություն հրավերի համար եւ հետաքրքիր թեմայի քննարկման համար։ Իրականում իմ փորձը դրական է, բայց վերջին շրջանում ես սկսել եմ մտածել, որ ես եմ այդպես ընկալում։ Ինչու, որովհետեւ չեմ կենտրոնանում բացասականի վրա, բայց եթե կենտրոնանամ, բացասականը շատ է, որովհետև ակնհայտորեն կանայք շատ ավելի շատ են թիրախավորվում հասարակության, այդ թվում այլ կանանց կողմից, քան տղամարդիկ։ Օրինակ, արտաքին տեսքի, խոսքի, գիտելիքների հնարավոր առկայության կամ բացակայության հետ կապված թիրախավորումների տղամարդկանց հանդեպ ես չեմ հանդիպել կամ շատ քիչ եմ հանդիպել։ Ցանկացած հարցազրույցի դեպքում, երբ կին քաղաքական գործիչ է հարցազրույց տալիս կամ օրինակ ճեպազրույց լրագրողների հետ շփվում է, այդ շփման վիդեոյի տակ, տեսա ձայնագրության ներքևի հատվածում, կարծում եմ դուք էլ եք ականատես եղել բազմաթիվ մեկնաբանությունների, որոնք թիրախավորում են այդ կնոջ օրինակ տեսքը, խոսքը եւ այլն, բայց առավելապես տեսքը եւ խելքի հնարավոր բացակայությունը։ Եվ շատ հաճախ կնոջ հաջողությունը արժեզրկվում է եւ քանի որ մեր հասարակությունը ցավոք սրտի, բայց այդպես է կնոջը վերագրվում է որոշակի կոնկրետ դեր, օրինակ լինել լավ կին, լավ մայր, լավ դուստր եւ այլն, այդ հաջողությունը արժեզրկվում է եւ կապվում է ինչ-որ մեկի հետ։ Օրինակ, եթե դու ինչ-որ բարձր պաշտոն ես զբաղեցնում, ապա դա ոչ թե քո շնորհքն է, այլ հաստատապես ինչ-որ մեկի շնորհքն է, հոր շնորհքն է, որդու շնորհքն է, ամուսնու շնորհքն է, սիրեկանի շնորհքն է, ինչ-որ մի բան այնտեղ չէ, որովհետեւ եթե կինը հասել է ինչ-որ մի կետի, երբեք չի քննարկվում կամ հիմնականում չի քննարկվում, որ այդ ինչ-որ միտեղ հասնելը եղել է կնոջ խելքի, աշխատանքի, իր սեփական շնորհքների շնորհիվ։ Սա հիմնական խնդիրն է, որին բախվում են կարծում եմ բոլոր կանայք, ես փորձեցի ընդհանրացնելով խնդիրը ներկայացնել։ Իմ դեպքում էլ երևի ես անմասն չեմ մնացել այս երևույթներից, թիրախավորումները շատ են, հատկապես նրա հետ կապված, թե ես ինչու եւ ինչպես եմ հայտնվել այստեղում բազմաթիվ մեկնաբանությունների եմ ականատես եղել, բայց կրկնում եմ, ես ուշադրություն չեմ դարձնում եւ ասում եմ, որ իմ փորձը դրական է։ Ես մասնագիտական կայացման ճանապարհը անցել եմ խոչընդոտներով, բայց այդ խոչընդոտները եղել են հաղթահարելի։ Դրա համար էլ ես այսօր զբաղեցնում եմ նախարարի պաշտոն։ Իսկ այդ ատելության խոսքի դրսևորումներին, այդ ճակերտավոր քննադատություններին, որոնք պայմանավորված են բացառապես սեռով, արտաքինով, չգիտեմ, անգամ նաև հանդիպում է ձայնի վերաբերյալ եւ այլն անունատաբեր, ինչպես է հաղթահարում կամ որն է այդ մեթոդը։ Կա որոշակի շեմ, երբ խոսքի ազատությունը հատում է կամ կարծիքի արտահայտումը հատում է թույլատրելի սահմանը եւ սկսում ոտնահարել այլ անձի իրավունքը դառնալով, ինչպես դուք նշեցիք, ատելության խոսք։ Իմ կյանքում եղել են դեպքեր, երբ ես հրավիրել եմ իրավապահ մարմինների ուշադրությունը նույնիսկ որոշ մեկնաբանությունների, որոնք առնչվել են օրինակ դստերս եւ հստակ պարունակել են ատելության խոսք։ Ես կուզեմ խոսել այդ մասին, որպեսզի հասարակությունն էլ տեղյակ լինի։ Օրինակ ինձ հանդիպել է մի մեկնաբանություն, որում ասվում էր, որ կգտնվեն նոր Սողոմոն Թեհլերյաններ եւ քո դստեր գլուխը քո աչքի առաջ հրապարակում կկտրեն։ Օրինակ սա ես չգիտեմ ինչ, ավելի շուտ ես գիտեմ քրեաիրավական որակման տեսանկյունից թե ինչ է եւ բռնության կոչ է եւ ատելության խոսք է,
եւ շատ ավելի խիստ պատժելի երևույթ է, քան ուղղակի կարծիքի արտահայտումը, որը փոքրինչ հատում է այդ ատելության խոսքի շեմը։ Ամեն դեպքում ես օգտագործելով նաև առիթը ուզում եմ ասել, որ ընդ որում գրողը կին էր եւ fake չէր, ինչը շատ ավելի ցավալի է դարձնում իրողությունը։ Ուզում եմ ուշադրություն դարձնել այս երևույթներին եւ խնդրել մեր հասարակության լինել շատ ավելի զուսպ, հանդուրժող եւ ուղղակի ձեռնպահ մնալ նման մեկնաբանություններ գրելուց։ Մնացածը սովորական են արդեն մեկնաբանություններ կապված դու ով ես, չգիտեմ, քիթը, էս ինչը, աչքերը, ինչու ես խոսում դանդաղ, ինչու ես խոսում արագ, ինչու ես մունատ գալիս, ինչու մունատ չես գալիս, այսինքն տպավորություն է, որ շատ դժվար է գոհացնել մեր հանրությանը եւ մի միտք ունեմ, որ մեր գործողությունները երբեք էլ չպետք է միտված լինեն այդ առումով հանրության սպասելիքների բավարարմանը, որովհետեւ շատ դժվար է ապահովել դա։ Եվ կենտրոնացած պետք է լինենք ուղղակի մեր աշխատանքի վրա։ Ընտանիքի անդամները քննարկում են այդ մեկնաբանությունները ձեր հետ։ Շատ վաղուց ոչ։ Հաշտվել են։ Ուշադրություն չեն դարձնում հիմնականում, երբեմն լինում են մեկնաբանություններ, որոնք ուղարկում են ինձ, ավելի ծիծաղելի բովանդակությամբ մեկնաբանություններ, օրինակ, երբ խոսում են իմ արտաքին տեսքի մասին, բայց ասելով, որ ես գեղեցիկ չեմ։ Այդպիսի շատ մեկնաբանություններ իրականում կան եւ նաեւ ուղարկում են մեկնաբանություններ, որոնք կապված են ինձ անգրագետ անվանելու հետ։ Օրինակ ռուսերեն տառերով այ անգրագետ, ինչու ես խոսում, դու ինչ գիտես, սա ով է եւ այլն։ Մի խոսքով այդպիսի բովանդակությամբ մեկնաբանություններ ուղարկում են երբեմն ընտանիքիս անդամները եւ ընկերներս, որպեսզի մի քիչ իմ տրամադրությունը բարձրացնեն։ Այսինքն լայն իմաստով եթե ամփոփենք, կինը որպեսզի քաղաքականության մեջ ներգրավվի, ոչ միայն ինքն է դժվարություններով անցնում, այլ նաև անցնում են ընտանիքի անդամները առավելապես քան տղամարդկանց պարագայում։ Միանշանակ, ընդ որում ընտանիքի անդամների համար շատ ավելի դժվար է միշտ, որովհետև ես ընտրել եմ ինչ եմ ուզում անել, ես ավելի շատ եմ գիտակցել դրա հետևանքը, քան իմ ընտանիքի անդամները։ Իմ ընտանիքի անդամներից եղել են այնպիսիները, որոնք գուցեև պատրաստ չեն եղել իրենց վրա վերցնել այդ բեռը, որովհետև դա բեռ է, երբ որ թիրախավորվում է իրենց ընտանիքի անդամը եւ թիրախավորվում են նաեւ իրենք։ Այսինքն ոչ մեկ պատրաստ չի եղել, որ չգիտեմ, իրենց մասին կարող են ինչ-որ բաներ գրել, իրենց լուսանկարները հրապարակել, անձնական կյանքի հետ կապված հարցեր քննարկել եւ այլն։ Մի քիչ շատ չափն անցած է այսօր մեր հասարակությունում ամեն ինչ, ինչը շատ ցավալի է, բայց ես կարծում եմ, որ մենք ինչ-որ անցումային փուլում ենք գտնվում եւ մի քանի տարի հետո գուցե այդ անձնական տվյալների պաշտպանությունը, անձնական կյանքը ավելի հարգվի մարդկանց կողմից եւ մենք նույն խնդիրների առաջ չկանգնենք, ինչ այսօր ենք կանգնում։ Իդեպ դուք ձեր խոսքում մի կարծիք կամ պնդում հնչեցրիք, որ ես ելի եմ հանդիպել, խոսքն այն մասին է, որ կանայք հաճախ թիրախավորվում են կանանց կողմից, դա իսկապես գերակա է։ Իմ դիտարկումներով ցավոք սրտի այո։ Ես իմ փորձից ելնելով կասեմ, գուցե դա զուգադիպություն է, գուցե իրոք այդպես է, չգիտեմ, բայց շատ եմ հանդիպել մեկնաբանություններ գրված միջին տարիքից բարձր կանանց կողմից։ Եվ այդ ֆենոմենը չեմ հասկացել ինչու է, երևի չմեկնաբանեմ, ուղղակի արձանագրենք, որ այդպիսի խնդիր կա եւ կոչ անենք մեր սիրելի կանանց, որ այդպես այլևս չանեն, որովհետեւ շատ ցանկալի է, որ կանայք ուրախանան այլ կնոջ հաջողություններով, այդ կանացի սոլիդարությունը ասվածը իրականում լինի, բայց զուգահեռ պետք է նշեմ, որ կան շատ կանայք եւ աղջիկներ, որոնք ոգևորում են, որոնք ասում են, որ իրենք են ոգևորվում քո փորձից, ինչը ամենամոտիվացնող բանն է եւ 100 տղամարդու կոմպլիմենտը մեկ աղջկա կամ կնոջ կոմպլիմենտի հետ ընդհանրապես փոխելու չի եւ համադրել չի, որովհետեւ իրոք շատ ոգևորող են այդ գնահատականները, հատկապես երիտասարդ աղջիկների շրջանում, երբ իրենք գրում են, որ դուք մեզ համար մոտիվացիոն աղբյուր եք, մենք ձեր օրինակով ցանկանում ենք առաջ գնալ, հավատում ենք, որ մեզ մոտ էլ ամեն ինչ կստացվի եւ այլն, եւ ես միշտ երիտասարդների հետ շփումներում այդ շեշտադրումները անում եմ, որ
երբևէ պետք չէ հանձնվել ու պետք է միշտ առաջ գնալ, հատկապես խոսքս վերաբերում է աղջիկներին, եւ իրենք պետք է ընտրեն, թե ինչ են ուզում անել եւ ոչ թե լսեն այլ անձանց եւ առաջնորդվեն այլ անձանց չափանիշներով։ Հիմա գալով մի փոքր ավելի ոլորտային հարցերի, որովհետեւ սրանք եւս կարեւոր են, դատաիրավական բարեփոխումների հարցը այսպես արկախված է Եվրեյի 2018-ից ի վեր մեր հանրության շրջանում ամենաշատ քննարկվող հարցերից մեկն է եւ մի իրավիճակ ունենք, որտեղ իրականում հայտարարվում էր օրինակ 2023-ին ես հիշում եմ, որ հայտարարվում էր, որ վեթինգի գործընթաց օրինակ կարելի է համարել ավարտված, բայց ունենք նաև իրավիճակ, երբ վարչապետը տարբեր ելույթներում հայտարարում է, որ դատական իշխանության նկատմամբ եւ ընդհանուր առմամբ արդարադատության նկատմամբ այսպես վստահության պակաս կա։ Այս հակասությունն եմ ուզում հասկանալ իրականում ինչպես է տեղի ունենում, որ մի իրավիճակում օրինակ համարում ենք, որ գործընթացը ավարտված է եւ դրա պտուղները պետք է տեսնենք, բայց դեռ ունենք 8 տարի անց իրավիճակ, որտեղ արդարության պակասը զգացվում է, մի բան, որի պատճառով թերևս նաեւ տեղի ունեցան 2018-ի ապրիլ-մայիսյան հայտնի իրադարձությունները։ Վեթինգի հետ կապված բարեվարկության ստուգման մեխանիզմները կարծում եմ, որ տեղյակ եք, որ գործում են 2019-20 թվականից եւ սա նշանակում է, որ համակարգում աշխատող դատավորների վերաբերյալ տրվել են եզրակացություններ, երբ նրանք եղել են թեկնածուներ եւ երբ հավակնել են առաջխաղացման։ Ու ես ուզում եմ նշել, որ հեղափոխությունից հետո դատավորների կազմի 60%-ը թարմացվել է։ Սա նշանակում է, որ մենք ունենք այնպիսի դատավորներ, որոնց բարեվարկությունը ստուգվել է, նաև առաջխաղացման գնացել են այնպիսի դատավորներ, որոնց բարեվարկությունը ստուգվել է եւ այս տարիների ընթացքում եղել են նաև կարգապահական վարույթներ, որոնց հիման վրա դատավորների լիազորությունները դադարեցվել են։ Բայց մեր դիտարկումները ցույց են տալիս, որ միևնույնն է, հասարակության վստահության պակաս կա եւ ես այն կարծիքն ունեմ, որ ինչ որ միտեղ մարդ ու դատարան կապը կտրված է, որովհետեւ դատարանները եւ դատական իշխանությունը առհասարակ հաշվետվություն չի ներկայացնում ժողովրդին եւ այդ հաշվետվողականության սկզբունքը ըստ էության ապահովված չէ։ Եվ վարչապետը այս մասին շատ է խոսել, այդ օրգանական կապը ժողովրդի եւ դատական իշխանության միջև արկա չէ եւ դատական իշխանությունը ըստ էության ժողովրդից կտրված է եւ չի ձևավորվում ժողովրդի միջոցով։ Դրա համար մենք մտածեցինք, որ մենք պետք է որոշ գործերի դեպքում ունենանք երթվելատենականների ինստիտուտը, որը տեղի գտել Սահմանադրության նախագծում, եւ նաեւ քննարկում ենք հնարավորությունները դատական իշխանության ժողովրդի առջև հաշվետվողականության սկզբունքների սահմանման։ Ես կարծում եմ, որ դատական իշխանությունը այն իշխանությունն է, որից ժողովուրդը կամ մարդը անհատը կամ գոհ է լինելու կամ դժգոհ կախված գործի կոնկրետ ելքից հիմնականում, որովհետև դա օբյեկտիվորեն այդպես է։ Այսինքն, եթե մեկ գործի օրինակով նայենք, գործում կան երկու կողմեր, որոնց շահերը հակադիր են, եւ դատարանը միշտ որոշում է կայացնում հօգուտ մեկի։ Եվ ուզենք թե չուզենք, ինչ որ մեկը միշտ դժգոհ է մնալու։ Ինչ պետք է անի կառավարությունը։ Կառավարությունը պետք է ապահովի, որ դատարանները գործեն արագ, թափանցիկ, կանխատեսելի, բայց ոչ թե կոնկրետ գործի ելքի հետ կապված կանխատեսելի, այլ համանման գործերի մասին է խոսքը։ Այսինքն մարդը պետք է իմանա, որ պրակտիկան կոնկրետ իրեն վերաբերող հարցով այսպիսինն է եւ անակնկալի չգա դատարանի այլ որոշումից, հա, դա նկատի ունեմ կանխատեսելիություն ասելով, եւ այս ուղղություններով մի շարք քայլեր ենք ձեռնարկել, հատկապես ողջամիջամկետներում գործերի քննության հետ կապված։ Քաղաքացիական դատարանը այսօր գործում է 80% նվազ ծանրաբեռնվածությամբ եւ պարտականություն ունի գործերի քննությունը ավարտել 6 ամսում եւ 1 անգամ ժամկետը երկարացնելու հնարավորություն է նախատեսված ոչ ավել քան 4 ամիս, վարչական դատարանը առավելագույնը 1 տարի ժամկետում պետք է ավարտի ապագայում գործերի քննությունը եւ վերջին նախագիծը, որ ես ազգային ժողովում զեկուցեցի, վերաբերում էր քրեական դատավարությանը, այնտեղ եւս
կտրուկ փոփոխության ենք գնում, այսպես ասեմ, սահմանելով գործի քննության հստակ ժամկետ, որը 1 տարին է, եւ այդ ժամկետը կարող է երկարացվել ոչ ավել քան 2 անգամ մեկական տարով։ Ներողություն ճշմարտ բոլոր ատյաններին է վերաբերում դա։ Վերաքննիչ բացառությամբ Վճռաբեկ դատարանի վերաքննիչ դատարաններում ըստ էության եւս գործում է առավելագույնը 1 տարվա քննության ժամկետը, կանոնը 6 ամիսն է քննության, բայց նաեւ վերաքննիչ դատարաններում նորամուծություն ենք իրականացրել եւ գրավորությամբ գործը քննարկելու հնարավորություն ենք նախատեսել, որպեսզի շատ ավելի արագ տեղի ունենա գործերի քննությունը։ Մի շարք այլ փոփոխություններ եւս նախատեսվել են, մասնավորապես ապացույցների հետազոտման ճկունության հետ կապված հարցեր են կարգավորվել, որոնք հնարավորություն են տալու կրկին արագ դատական process-ը իրականացնել եւ նաեւ ապագայում դատական process-ի ձգձգման ողջամիտ բացատրություն չի լինելու, որովհետև նախկինում բոլոր գործերը հիմնականում թողինցներ են իմ գործընկերները, բայց փաստաբանների ջանքերով ձգձգվում էին, որպեսզի վաղեմության ժամկետներն անցնեին։ 2021 թվականից քրեական գործերով վաղեմության ժամկետները կարելի ասել չեն գործում այն պահից սկսած, երբ մեղադրյալը հայտնվում է քրեական վարույթ իրականացնող մարմնի տիրույթում։ Եվ հետևաբար դատական process-ի ձգձգման օբյեկտիվ այդպես եկեք կոչենք պատճառ ըստ էության կողմը չի ունենալու եւ հետեւաբար մենք ունենալու ենք շատ ավելի արագ դատապրոցես։ Զուգահեռ նաեւ վեճերի քննության այլընտրանքային մեխանիզմներն ենք զարգացնում, հաշտարության ինստիտուտը բավականին արդեն զարգացել է, գործում է ընտանեկան գործերով պարտադիր հաշտարությունը։ Մեր ուսումնասիրություններով վիճակագրությունը այնպիսին է, որ 50%-ից 50%-ով կրճատվելու է երևի 60-ից ավել այս պահին չէ։ Այդ ընտանեկան գործերով 50-ից 60% ավելի քիչ դատական գործեր են մտնելու դատարան, այսինքն հայցեր են ներկայացվելու, ինչի եւս շատ լավ է։ Հաջորդ քայլը կլինի աշխատանքային վեճերի նման լուծման նախատեսումը եւ այլն։ Եվ կարծում եմ, որ ապագայում մենք ունենանք ավելի քիչ ծանրաբեռնված դատարաններ, ինչը կբարձրացնի մյուս գործերի քննության արդյունավետությունը։ Տիկին Գալյան, մենք խոսեցինք նաև դատավորների բարեվարկության մասին, ես հիշում եմ այսպես քաղաքական հայտարարություններ եւ քաղաքական կամքի դրսեւորում էր թերևս դա, որ օրինակ միեդում պարտված դատավորները չպետք է պաշտոնավարեն եւ դա քաղաքական հայտարարություններ իհարկե, բայց նաեւ քաղաքական խոստում էր վարչապետի կողմից, այդ հայտնի խորհրդակցությունը ես հիշում եմ, բայց ունենք նաեւ այսպես, գիտեք, երբ մենք խոսում ենք արդարադատության, դատարանների անկախության, այս ամեն ինչի գեղեցիկ փաթեթավորումների մասին եւ կողքում ունենք այսպես մնացական Մարտիրոսյանի օրինակը, որը շատ այսպես շատ քննարկվում է եւ չի դադարում քննարկվել ընդհանրապես անկախ Հայաստանի պատմության մեջ եւ ունենք այդ օրինակ առաջ խաղացում նաեւ որոշ դեպքերում սա իսկապես ստվերում է գուցե թե այն գործընթացը, որը դուք նախաձեռնել եք եւ կոչում եք դատաիրավական համակարգի բարեփոխում։ Այս հայտարարության եւ իրականությունը ուզում եմ հասկանանք ոնց կարելի է մեկնաբանել։ Ես կարծում եմ, որ նախ շատ սխալ է թիրախավորել կոնկրետ անձանց եւ դատավորներին, որովհետեւ դատավորներին թիրախավորումը ուղիղ ազդեցության փորձ է նրանց անկախության վրա։ Նաեւ առաջին ատյանի դատավորներ որոշ քրեական գործերով մշտապես թիրախավորվել են, ես դեմ եմ արտահայտվել այդ երևույթին, որովհետեւ մենք ամեն դեպքում ապրում ենք այն պետությունում, որը իրավական է, մեր երկրում գործում են ինստիտուտներ եւ մենք խոսում ենք գործող դատավորների մասին, որոնց վստահ եմ բոլոր որոշումներին դուք եւ մեր հասարակությունը ծանոթ չէ։ Եվ չգիտեն թե ինչ բովանդակությամբ եւ ինչ որակի որոշումներ են կայացվում այդ դատավորների կողմից։ Դրա համար անձանց մասով ես չէի խոսի։ Բայց ինչ վերաբերում է մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննված գործերով ճանաչված խախտումներին, ոչ թե եղել է քաղաքական հայտարարություն կամ ոչ միայն եղել է քաղաքական հայտարարություն, այլ նաև համապատասխան փոփոխություններ են արվել դատական օրենսգրքում։ Եվ դա որպես կարգապահական խախտում նախատեսվել է դատական օրենսգրքում։ Այսինքն կարգապահական վարույթ հարուցելու հիմքերից մեկը մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրած խախտումն է, եւ մենք հնարավորություն ունենք կարգապահական վարույթ նախաձեռնելու եւ միջնորդություն ներկայացնելու բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի քննարկի կոնկրետ դատավորի վերաբերյալ միջնորդությունը կարգապահական պատասխանատվության ենթարկելու։ Այսինքն
չենք բավարարվել միայն քաղաքական հայտարարություններով։ Տիկին Ալյան, խնդրեմ գիտեք որտեղ է, որ տեսեք, մենք շատ լավ եկեք չթիրախավորենք կոնկրետ անձերի, բայց կոնկրետ անձերի գործունեությունը նաև հանգեցրել է նրան, որ օրինակ քաղաքացիական պայմանագիրը իր քաղաքական գործունեության արդյունքում այսօր հայտնվել է իշխանության։ Այսինքն նույն վարչապետ Փաշինյանը իր ընդդիմադիր գործունեության ընթացքում այսպես իր գլխավոր թիրախներից մեկը թերևս արդարադատության վերաբերյալ եւ արդարադատության մեր ընկալումների վերաբերյալ երբ որ նա խոսում էր, նրա կոնկրետ թիրախը նաև թերևս ոչ միայն մնացական Մարտիրոսյանը, այլ շատ այլ դատավորներ են, որոնք հեղափոխություն եւ նրանց արկայություն այսպես չի համադրվում։ Եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում եւ կարծում եմ որ չի դավաճանում, քաղաքացիական պայմանագիրը իշխանության եկել է հեղափոխության շնորհիվ, ոչ թե դատական իշխանության կամ դատական համակարգի ներկայացուցիչների։ Չէ, ես նկատի ունեմ, որ այդ թվում եւ դատական համակարգի գործունեությունը հանգեցրել է նրան, որ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որը հանգեցրել է իշխանության։ Այո, եւ գալով իշխանության, կարծում եմ, որ տեսանելի են այն ջանքերը, որոնք ներդրվել են դատական համակարգը մաքրելու գործում։ Ես եկեք բերեմ օբյեկտիվ փաստարկներ, թե ինչու ճիշտ չեմ համարում կոնկրետ օրինակների շուրջ խոսելը։ Մենք ունենք բարեվարկության ստուգման մեխանիզմը, եւ եթե դուք նայեք այն պաշտոնյաներին, դատավորներին մասնավորապես, որոնք որ նշանակվել են պաշտոններում դրական եզրակացությամբ եւ բացասական եզրակացությամբ, ընդ որում պետք է նշել, որ եզրակացության բնույթը խորհրդատվական է, այսինքն պարտադիր բնույթ չի կրում։ Դուք կտեսնեք, որ բացասական եզրակացությամբ նշանակման դեպքերը եզակի են, այսինքն հարյուրավորների մեջ 1-2 կամ չգիտեմ հիմա չեմ ուզի կոնկրետ թվեր նշել, բայց եկեք մինչև 5 ասեմ ամբողջ պատմության ընթացքում, գուցե մի քիչ ավելի քիչ կամ շատ լինեն այդ դեպքերը։ Ինչ է սա նշանակում, ընդ որում նշանակող մարմինը իր վրա վերցնում է բեռ հաղթահարելու այդ եզրակացության մեջ նշված ինչ որ խնդրահարույց իրավիճակները։ Ինչ է սա նշանակում, որ օրինաչափությունը այն է, ընդ որում բացարձակ օրինաչափությունը, որ պաշտոններում նշանակվում եւ պաշտոնական առաջխաղացման են ենթակա դրական եզրակացությամբ անձինք։ Բայց մենք չբավարարվեցինք դրանով։ Մենք վերջերս ընդունեցինք մի նախագիծ, ըստ որի երբ որ օրինակ բարձրագույն դատական խորհուրդը որոշում կայացնի բացասական բարեվարկությամբ դատավորի նշանակել կամ առաջխաղացում ապահովել, պետք է այդ եզրակացությունը հրապարակվի, որպեսզի հանրությունը, եզրափակիչ մասը, որպեսզի հանրությունը հստակ իմանա, որ բացասական եզրակացությամբ անձ նշանակվեց պաշտոնում։ Սա նաև կանխարգելիչ նշանակություն է ունենալու, որպեսզի եւ այդ անձը, ով նշանակվելու է պաշտոնում, եւ բարձրագույն դատական խորհրդի, ես միակը չի բարձրագույն դատական խորհուրդը, ուղղակի դատարանների մասին ենք խոսում, օրինակ գլխավոր դատախազը, քննչական մարմինների ղեկավարները եւ այլն, մի քանի անգամ ավել մտածեն նշված անձանց պաշտոնում նշանակելիս։ Սա ինստիտուցիոնալ փոփոխություն է։ Եվ ես առաջարկում եմ կենտրոնանալ օբյեկտիվ փաստերի, որոնք հիմնված են օբյեկտիվ թվերի վրա եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա, եւ չկենտրոնանալ կոնկրետ անձանց վրա, որոնց կրկնում եմ ոչ որոշումներին, ոչ որոշումների բովանդակությանը, ոչ որոշումների որակին վստահաբար դուք ծանոթ չեք։ Շատ լավ։ Գալով մեկ այլ, բայց ես պետք է խոսեմ մեկ այլ կոնկրետ օրինակի մասին, որտեղ այստեղ նաև խոսեցինք արհեստականորեն գործերի ձգձգման մասին, եւ ես գիտեմ, որ նախորդիվ բազմաթիվ են երևի օրինակները, թե ինչպես է արդարադատության նախարարությունը կոնկրետ դատավորի վերաբերյալ իր այսպես վարույթ հարուցել եւ ներկայացրել բարձրագույն դատական խորհրդի եւ դրանք ունեցել են կոնկրետ իրավական հետևանքներ։ Հիմա այսպես ողջամիտ կասկած կամ վախ կա հանրության տարբեր շրջանակների մոտ, որ օրինակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սոնա Մնացականյանի մահվան ելքով վրա երթը տեղի ունեցավ վարչապետի Շարասյան կողմից, հնարավոր է նաև նման իրավիճակի ականատես լինենք նրա գործի քննության մասով տարբեր ատյաններում։ Ինչ կասեք այս ռիսկերի մասով եւ եթե նման ռիսկեր կան, արդյոք արդարադատության նախարարությունը ինչ որ միջոցներ կձեռնարկի կոնկրետ դատավորների նկատմամբ։ Ցանկացած գործի մասով մենք շահագրգռված ենք, որ ողջամիտ ժամկետներում քննության իրավունքը մշտապես ապահովվի։ Եթե
կլինի մի իրավիճակ, որը կստիպի կողմին ենթադրել, որ ձգձգումներ կան, ես առաջարկում եմ շատ պատասխանատու կերպով ուղղակի դիմել նախարարությանը կարգապահական վարույթ նախաձեռնելու խնդրանքով։ Ինչու եմ շեշտադրում սա, որովհետև մենք ինքներս վարույթ նախաձեռնելու լիազորություն չունենք, քանի դեռ չենք ստացել համապատասխան դիմումը կամ բողոքը։ Եվ հետեւաբար շատ կարևոր է, որ քաղաքացիներն լինեն ուշադիր եւ տեր կանգնեն իրենց իրավունքների պաշտպանությանը, այսինքն տեղեկացված լինեն իրենց իրավունքների մասին եւ իմանան, որ օրինակ ձգձգումների պարագայում կարող են դիմել նախարարությանը կարգապահական վարույթ նախաձեռնելու խնդրանքով։ Այսքանը կարող եմ ասել։ Շատ լավ։ Խոսենք նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման մասին, որ էլի թերևս անցնող տարիներին, եթե խոսում ենք արդարադատության մասին, այս մասին շատ կարևոր բարեփոխումներից մեկն է, որ կիրառվում է, ուզում եմ հասկանալ, որ փուլում է եւ երբ կհամարենք, որ այն այլևս կայացած է։ Մի շարք դատավարություններ այսօր այլևս թվային են, մասնավորապես քաղաքացիական դատավարությունը, վարչական դատավարությունը, որը նախորդ տարի փորձարկվեց, գործարկվեց նաև, ոչ միայն փորձարկվեց եւ այսօր հաջող կերպով գործում է։ Մյուսը սնանկության դատավարությունն է եւ մենք առաջիկայում չէ, արդեն գործարկեցինք, հիմա խնդիրների հավաքագրման փուլում ենք, որպեսզի լավարկենք այդ ծրագիրը եւ մեզ ըստ էության մնացել է միայն քրեական դատավարությունը թվայնացնել։ Այսինքն մեր երկրում բոլոր թվային դատավարությունները բացառությամբ քրեական էլեկտրոնային գործի եւ քրեական դատավարության ըստ էության գործում են եւ առաջիկա տարիների ընթացքում կարծում եմ նաեւ հաջողությամբ մենք կթվայնացնենք քրեադատավարական ոլորտը։ Կոնկրետ ժամկետներ չեն կարող նշել։ Մենք պատկերացնում ենք, որ քրեական դատավարությունը 2-2.5 տարվա ընթացքում պետք է պատրաստ լինի, բայց դա շատ ուղիղ կապի մեջ է էլեկտրոնային քրեական գործ ծրագրի հետ, որը վերաբերում է միջդատական վարույթին եւ դրա պատրաստ լինելուց շատ բան է կախված։ Հիմա աշխատում ենք էլեկտրոնային քրեական գործի հետ, որպեսզի մենք ունենանք պատրաստ այդ ծրագիրը, ինչու եմ այսպես խոսում, որովհետև հիմնականում դատախազություն է զբաղվում էլեկտրոնային քրեական գործի պատրաստ լինելով, մենք ուղղակի փորձում ենք համագործակցել եւ առաջ տանել այդ ծրագիրը եւ կարծում եմ, որ շատ մոտ ապագայում երևի եկող տարվա ընթացքում դա արդեն պատրաստ կլինի եւ արդեն հաջորդաբար նաեւ պատրաստ կլինի էլեկտրոնային քրեական դատավարության համապատասխան գործիքը։ Տիկին Գալյան, քանի որ դուք նաև քաղաքական թիմի ներկայացուցիչ եք եւ նախընտրական շրջան է, խոսենք մի քանի կարևոր քաղաքական իրադարձային հարցերի մասին, թերևս ամենաշատ հարցը այս ընթացքում ձեզ որ տվեցին սահմանադրության փոփոխության ձեր ձևակերպման նախնական վերջնական տեքստի մասին էր, ի վերջո ինչու այնպես եղավ, որ մինչև ընտրությունները չհրապարակվեց այդ տեքստը։ Շատ պարզ պատճառաբանությամբ, որովհետև այն քննարկումները, որոնք որ պետք է լինեին, ընդ որում մեծամասշտաբ քննարկումների մասին է, չհասցրեցին տեղի ունենալ եւ ընտրական գործընթացները սկսվեցին ավելի վաղ։ Այսինքն մենք տեքստը պատրաստեցինք, հանձնեցինք ավելի լայն շրջանակների դատին, բայց դեռ ներքին քննարկումների մասին է խոսքը, բայց ամեն դեպքում այդ քննարկումները տեղի ունեցան, որոշ քննարկումներ, հասկացանք, որ որոշ բաներ փոփոխության ենթակա են, բայց աշխատանքները չհասցրեցին կազմակերպել այնպես, որ այդ տեքստը հրապարակվի ավելի վաղ, քան ընտրական գործընթացներ, եւ մի բան ակնհայտ էր, որ ընտրական գործընթացի հետ դա պետք չէ խառնել, որովհետեւ շատ ավելի վաղ ինձ հարցեր էին ուղղվում, կարող է ընտրությունների հետ միաժամանակ լինի հանրաքվեն եւ այլն, բայց այո, ես միշտ նշում եի, որ օրենքը նման հնարավորություն չի նախատեսում, ճիշտ հակառակը արգելում է եւ ուղղակի մենք հասկացանք, որ ավելի լավ է ընտրական գործընթացներից հետո վերադառնանք եւ զբաղվենք սահմանադրության տեքստի խմբագրմամբ։ Իդեպ այդ մասով ես հանդիպել եմ իհարկե ձեր բազմաթիվ մեկնաբանությունները դրա արտաքին ճնշման բաղադրիչի մասին, ամեն դեպքում ողջամիտ են հանրության շրջանակների այն մտահոգությունները, որ թեև 2018-ից ի վեր բարբերաբար խոսվում է այդ մասին, որ պետք է սահմանադրություն, նոր սահմանադրություն եւ այլն, բայց իրողությունները կարծես թե այնպես զարգացան, որ միայն հարևան պետության այսպես կոնկրետ միջամտությունը արագացրած գործընթացը, այդպես է թե ոչ։ Եկեք հետ նայենք, դուք ինքներդ նշեցիք 18-ից հետո աշխատանքները սկսվեցին
բայց ես այդքան հետ չեմ ուզում գնալ։ Ես ուզում եմ գնալ մինչև խաղաղության պայմանագրի նախաստորագրում։ Այդ կետից սկսած մեր երկրում մենք ասում ենք, որ այլևս խաղաղություն է, որը իհարկե պետք է փայփայել եւ այլն, հոգ տանել դրա մասին, որպեսզի դա ամրապնդվի, բայց արդեն իսկ բանակցությունները եկել հասել են այն կետին, որ այդ պայմանագիրը նախած ստորագրված է եւ մնում է միայն ստորագրել։ Մենք կփոխենք սահմանադրություն, չենք փոխի, ով ինչ կասի, դա մեր ներքին հարցն է, մեր ներքին որոշումն է։ Եվ վերջնակետում ես միշտ սա շեշտադրում եմ, ժողովուրդն է որոշում կայացնողը։ Ժողովուրդն է որոշելու կամ կողմ կքվեարկի կամ դեմ կքվեարկի, ընդ որում ազատ է արտահայտել իր դիրքորոշումը եւ մեր առաքելությունը այդ ազատ ու արդար ընտրությունների կազմակերպումն է, այս դեպքում հանրաքվեի կազմակերպումն է։ Ես չեմ կապում որևէ արտաքին գործոնների հետ սահմանադրության փոփոխություն, դա մեր ներքին հարցն է։ Դա մեր պետության, մեր ժողովրդի հարցն է։ Այդպես ընկալում կա Ադրբեջանի մոտ։ Ինձ չի հետաքրքրում Ադրբեջանի մոտ ինչ ընկալում կա։ Շատ լավ։ Այսօր վարչապետը քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում նաև մի հայտարարություն արեց, մասնավորապես մարտի 1-ի գործի բացահայտման մասով։ Ինքը հերթական անգամ հայտարարեց, որ այդ գործը ամբողջությամբ բացահայտված է եւ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի եւ Ռոբերտ Քոչարյանը կնստի։ Սա ընտրական երրորդ շրջափուլն է, որ նման հայտարարություն լինում է նման բնույթի 2018-ին, 2021-ին եւ 2026-ին։ Չի ձանձրացնում ձեզ այս հայտարարությունը եւ իրականությունը։ Ես կարծում եմ, որ օբյեկտիվ ճշմարտության վերհանումը եւ լուսաբանումը մի բան է, որ չի կարող մարդկանց ձանձրացնել, հատկապես այն մարդկանց, որոնք որ ուզում են իմանալ այդ ճշմարտության մասին։ Մի բան կա, որ իրավական գործիքները երբեմն կամ գուցեև հաճախ հնարավորություն չեն տալիս արագ օպերատիվ կերպով այդ ճշմարտությունը բացահայտել եւ ոչ միայն բացահայտել, այլ տեղ հասցնել ժողովրդին։ Որ հետ գնանք, կտեսնենք ինչքան խոչընդոտներ եղան, որպեսի պատասխանատվության չենթարկվեն մարդիկ։ Սահմանադրական դատարանի որոշումը եղավ, որը հակասահմանադրական ճանաչեց այն հոդվածը, որով որ մեղադրվում էին այդ անձինք, եւ եղան մի շարք իրավական այլ խոչընդոտներ։ Եվ գուցե դա է պատճառը, որ մենք եկել հասել ենք մեր օրեր։ Բայց ով է դրա պատասխանատուն։ Դրա պատասխանատուն այն իրավիճակն է, որը ստեղծվել էր իրականում մինչև հեղափոխությունը եւ շատ դժվար էր հաղթահարվում հեղափոխությունից հետո։ Որովհետեւ հեղափոխությունը խոստումներ, որովհետեւ ես ունեմ այն անկեղծությունը, որ ասեմ, որ հեղափոխությունից առաջ տրված խոստումները ոչ միշտ են համապատասխանել այն իրավական հնարավորություններին, որոնք եղել են։ Եվ շատ դժվար է դեռ չտեսած թե ինչ իրավական հնարավորություններ կան եւ գուցեև իմանալով ինչ որ չափով ճշմարտությունը այդ խոստումները չտալ։ Հետևաբար այդ արձանագրումները հաշվի առնելով ինչպես կարելի է այդ նույն խոստումները տալ հիմա։ Ես կարծում եմ, որ հիմա լուծումները գտնված են։ Ես չեմ առնչվում այդ գործերի հետ ի պաշտոնե եւ չունեմ տեղեկություններ, որպեսզի մեր հանրության ներկայացնեմ, դա դատախազության աշխատանքն է եւ ես կարծում եմ, որ դատախազությունը իր աշխատանքը կատարում է եւ գուցե այդ իրավական խոչընդոտներն այլևս հաղթահարված են կամ գուցե ավելի լավ որակի քննություն է իրականացվում եւ այլն։ Ես կարող եմ կողքից ուղղակի մտածել, թե հիմա ինչ է տեղի ունեցել, բայց ես չեմ կարող մանրամասների տիրապետել։ Եվ դուք կարծում եք, որ ընտրություններից հետո մենք ամեն դեպքում կտեսնենք այն հայտարարությունը եւ այն խոստումները իրականության մեջ։ Ես չեմ հավակնում մտածել, որ մենք չենք տեսնի։ Շատ լավ։ Մամուլի ազատության մասին այս տարի ցավոք սրտի Հայաստանը այդ միջազգային զեկույցներում հետընթաց է գրանցել։ Եվ դրա պատճառներից մեկն էլ նաև այն է, որ հաճախ դատական հայցեր են ներկայացվում լրագրողների նկատմամբ, ինչը քննարկման երևի այլ հարց է, ինձ հետաքրքիր է ձեր տպավորությամբ անձամբ դուք ներդրում ունեք այդ գործընթացում, որ մամուլի ազատության մեր ցուցանիշները հետընթաց են գրանցել։ Ես ձեզ եմ ուզում հարցնել, ինչ չափանիշների հիման վրա է միջազգային հանրությունը գնահատում մամուլի ազատությունը։ Մի շարք չափանիշներ կան, այդ թվում ես եթե չեմ սխալվում, կան այլ ընտրանքային զեկույցներ,
որոնք ներկայացվում են նաև քաղաքական մարդկանց կողմից, հատկապես ընդդիմության կողմից եւ այլն եւ ցավոք սրտի այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ ազատ ու անկախ մամուլին կամ շատ հեռվից ենք տեսնում կամ չենք տեսնում, որովհետեւ դաշտը ամենայն հարգանքով իմ պատկերացմամբ, չգիտեմ, աղճատված է, վնասված է, ես չեմ հասկանում ինչպիսին է նույնիսկ։ Մենք փորձեր արել ենք, որպեսզի ֆիլտրենք, նաև ԶԼՄ-ների մասին օրենքի նախագիծ ենք ժամանակին շրջանառել, ինքնակարգավորվող մարմնի գոյությունն ենք բարձրացրել որպես լուծում ապագայում, բայց ցավոք սրտի նաև ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքներով վերջակետ չենք դրել այդ քննարկումներին եւ դրանք բաց ենք թողել, որ շարունակվեն։ Ես հույս ունեմ, որ ընտրություններից հետո ամեն դեպքում մենք այդ աշխատանքները կհամակարգենք, որպեսզի դաշտը փոքրինչ մաքրվի։ Ինչու եմ այսպես խոսում, որովհետեւ անդադար ինչ որ դեզինֆորմացիոն ալիքներ կան, ապատեղեկատվությունը բավականին մեծ ծավալ ունի եւ ես չեմ կարծում, որ մենք այդպիսի գործունեություն իրականացնող մարդկանց կարող ենք համարել իրական ԶԼՄ-ներ։ Ինչ վերաբերում է դատական գործերին, ես այն կարծիքն ունեմ, որ զրպարտության, վիրավորանքի, այդ ապատեղեկատվության բոլոր դեպքերի հետևից պետք է գնալ։ Ես այսպես ասում եմ, բայց նույնիսկ շատ հաճախ իմ մասով հրապարակումների շուտով, այո, չեմ հիշում, որ լրատվական միջոցին, բայց անպայման ժողովրդական լեզվով ասած դատի եմ տալու, այո, հայց եմ ներկայացնելու զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելու վերաբերյալ։ Եվ կարծում եմ, ես իմ վերաբերմունքը պետք է նաև փոխեմ, որ այսուհետ բոլոր նման դեպքերի հետևից ես ինքս գնամ, դա է միակ միջոցը պայքարելու, այլ տարբերակ չեմ պատկերացնում։ Դուք նաև ձեր քաղաքական թիմը անցած տարի, եթե չեմ սխալվում, ընդունեց էթիկայի վարքականոն հանրային խոսքում հատկապես։ Օրինակ բոլորովին վերջերս վարչապետ Փաշինյանը Ծառուկյանի որդուն լակոտ անվանեց։ Պատրաստվում եք այս հարցը քննության առարկա դարձնել ձեր կուսակցության ներսում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում, չգիտեմ, քննարկման առարկա կդարձնեն, թե ոչ, դրա համար այդ հարցին պատասխանել չեմ կարող, բայց մեր երկրում ինստիտուտների գործունեության հետ կապված, որ նշեցի, որ դրանք գործում են, եւ ինչը շատ կարեւոր է, պետք է նշել, կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովներ ժամանակին երևի կհիշեք անդրադարձել վարչապետի խոսքին եւ խախտում էր արձանագրել։ Սա եւս մեկ հանգամանք է, որը կրկին խոսում է այն մասին, որ մեր երկրում ինստիտուտները աշխատում են։ Ձեր համար ընդունելի է այս ռետորականությունը։ Ինձ համար ընդունելի է զուսպ արտահայտվել է բոլոր երևույթների նկատմամբ, բայց ես հասկանում եմ, որ մեր հանրության համար, երբ դու շատ զուսպ եւ ոչ քաղաքական երբեմն, բառամթերքով փորձում ես հարցը ներկայացնել, դա շատ դժվար ընկալելի է լինում մեր հասարակության համար։ Եվ առօրյա խոսակցական բառեր օգտագործելը, որոնց մեջ նաև ձեր նշած բառն է մտնում, շատ ավելի երևույթը ընկալելի են դարձնում հասարակության ներկայացուցիչների համար։ Ձեր կարգախոսն է տեր կանգնիր խաղաղությանը, բայց ձեր այսպես նախընտրական հավաքները մեղմ ասած կարծես թե խաղաղ չեն ընթանում։ Ինչ օրինակով եք հանրության ուզում։ Ինչու խաղաղ չեն ընթանում։ Ես ներկա եմ եղել եւ որևէ ոչ խաղաղ հավաքի ականատես չեմ եղել։ Բայց նկատի ունեմ խոսքի իմաստով ոչ խաղաղ։ Ես նույնիսկ ոչ խաղաղ խոսքի ականատես չեմ եղել, ինչի՞։ Ես նույնիսկ մեր քարոզարշավը ոչ միայն խաղաղության քարոզարշավ կանվանեի, այլ սիրո եւ խաղաղության, որովհետեւ առաջարկում եմ, որն է ատելության խոսքը եղել հնչած։ Լակոտ անվանել, վզից վերադարձնել։ Իսկ այդ անձը չեմ ուզում կոնկրետ դեպքի վրա կենտրոնանալ, որտեղ է եւ ինչի համար։ Դա եկեք նշենք, Բելարուսում է եւ ինչի համար է Բելարուսը։ Չէ, դա հարցի հիմնական կողմն է։ Ես չեմ կարծում։ Ես այդպես եմ կարծում։ Մեր ընդդիմադիր ուժերից մեկի ղեկավարի որդին գտնվում է Բելարուսում եւ
գտնվում է հետախուզման մեջ։ Եվ դուք նրան անվանում եք ընդդիմադիր ուժերից մեկի ղեկավարի որդի չեք անվանում։ Եվ ես ասում եմ, որ հարցի հիմնական կողմը հենց դա եւ մեր քաղաքացիները պետք է իմանան, որ մենք այդքան խոսում ենք այլ երկրների կողմից հնարավոր հարձակումների, հիբրիդային հարձակումների, ապատեգատության տարածման, ինքնիշխանության հնարավոր կորստի եւ այլի մասին, մենք նաեւ հենց սրա մասին ենք խոսում։ Այսինքն պայքարող իշխանության համար պայքարող ուժերից մեկի որդին գտնվում է X պետությունում եւ չի վերադառնում իր հայրենիք։ Այստեղ կարևոր տարբերությունն այն է, որ դուք նրան անվանում եք ընդդիմադիր ղեկավարներից մեկի որդի եւ չեք անվանում այնպես, ինչպես անվանում են Ես ձեզ կառաջարկեմ ձեր հարցը ուղղել վարչապետին։ Շատ լավ։ Հնարավորության դեպքում անպայման։ Նաեւ դուք խոսեցիք հիբրիդային հարձակումների մասին եւ խոսում ենք հիբրիդային հարձակումների մասին, խոսքը հաճախ տեղափոխվում է այսպես հյուսիս դեպի Ռուսաստան, նաև այլևս խոսում ենք նաև Բելարուսի մասին, Թուրքիայից եւ Ադրբեջանից նման վտանգներ մենք ունենք, թե ոչ։ Մենք բոլոր պետություններից կարող ենք սպասել վտանգների եւ ընդհանրապես պետք է ուշադիր լինել։ Ինչու եմ սա նշում, որովհետև ուշադրությունը ոչ միայն քաղաքական ուժի համար է կարևոր, այլ նաև ժողովրդի, որը հստակ պատկերացում ունենա, թե ինչի մասին է խոսքը։ Մենք խոսում ենք հաստատված խաղաղության մասին, մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի կնքման մասին, մենք խոսում ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անվտանգության մասին, որոնք մենք պետք է ապահովենք եւ այսօր ապահովում ենք։ Մենք խոսում ենք սահմաններում 2 տարի ժամկետում մեր զինվորների չզոհվելու մասին հակառակորդի կրակոցից, բայց այդ հիբրիդային գրոհները խոսում են լրիվ այլ բաների մասին։ Դրա համար ես առաջարկում եմ մեր քաղաքացիներին լինել ուշադիր եւ ստուգել փաստերը։ Այդքանը։ Շնորհակալ եմ զրույցի համար եւ կա մի բան, որ կուզեիք ասել օրինակ երիտասարդ աղջիկներին, ովքեր կուզեն մուտք գործել քաղաքականություն, բայց չասեցիք այս ընթացքում։ Ես կուզում կրկնել իմ միտքը, առաջնորդվեք ձեր չափանիշներով, սիրելի աղջիկներ եւ կանայք, եւ մի լսեք այլ անձանց, որոնք կցանկանան սահմանափակել ձեզ եւ ձեր ցանկությունները, արեք այն, ինչ դուք եք ուզում։ Շնորհակալություն։ Ամեկ+-ի եթերում կանայք եւ քաղաքականություն շարքի հերթական թողարկումն է, շարունակեք հետեւել մեզ։